Բայց հիմա հանգիստ է, ամեն ինչ կարգին է։ Ամենայն դեպս ամեն ինչ կարա նորից լինի, ես վախենում եմ, բալես։ Մինչև գնաց դպրոց գաս, ես կգժվեմ, Աննա։ Մամ, հիմա լսի ինձ ինչ եմ ասում։ Ես հասկանում եմ, դու հիմա ավելի ջղայնացած ես այդ տղայի վրա, քան ես։ Բայց հիմա իրան բռնել տարել են։ Ինքը չկա ու նույնիսկ եթե ինքը ազատության մեջ է լինի, դու հանգիստ տեղի։ Ինքը ինձ ոչ մի վատ բան երբեք չի անի։ Ինքը ինձ երբեք չի նեղացնի, մամ, հավատա։ Իսկ եթե դպրոց չգնաս վաղը։ Մամ, չէ, ես վաղը պետքա դպրոց գնամ։ Գիտես, Ինգան ինձ ասեց, որ զանգ տանք դպրոց ու ասենք, որ դու հիվանդ ես, չես գալու ես 2 օր, այնպես որ վաղը դպրոց չես գնա։ Զանգել ես դպրոց։ Նվարդին խնդրեցի զանգեց։ Դե լավ, ավելի լավ։ Ավելի լավ, մամ ջան։ Անուր, քաղցր։ Չես գալիս։ Չէ։ Լավ ես։ Լիզ ամբողջ գիշեր չեմ քնել։ Մաման էր մեր տուն զանգել։ Ինձ թվում է ամեն ինչ ջրի երես է դուրս գալու։ Ինչ ենք անելու։ Լսի, դու ամբողջ գիշեր չես քնել երեկ, հա։ Իսկ ես քանի ժամանակա չեմ քնում։ Ու նա ինչ չէ, որ կիմանան։ Չես հասկանում։ Հասկանում եմ։ Դες ես քեզ ուզում եմ օգնել։ Ամեն անգամ ասում ես, որ ես եմ մեղավոր։ Ես էլ պետք է ասեմ, որ ես չէի ստիպում։ Լսի, ես քեզ չեմ ասում դու ես մեղավոր։ Ես քեզ տենց բան եմ ասել։ Ընդհանրապես դու ես սկսում միշտ այս խոսակցությունը։ Արի գնանք բժշկի, հա։ Չէ։ Հա, էլի խնդրում եմ։ Ավելի լավ է մենք իմանանք, քան մամադ։ Լսի, գժվել ես, մամաս չի իմանա դրա մասին ոչ մի բան։ Հա, ես չեմ ասում իմանա։ Կգնանք չես ասի, թե չէ ինքն է տանելու, ինքն է իմանալու։ Իսկ եթե ճիշտ ենք կասկածներից։ Չես խոսում։ Չունես չէ բան ասելու։ Սպառվեց։ Մենակ ես գիտեմ ինչ է ինձ սպասվում։ Լիզա, մի ելք կգտնվի հաստատ։ Կա ելք։ Դու քեզ չես դնում պրոստի ընտրության մեջ։ Ինչ եմ ես զգում, հիմա։ Մենակ քո մասին ես մտածում, քեզ լավ լինի, քո մասին չիմանան որ եղել է ինչ-որ բան, իմ մասին մտածեցիր, ես ինչ եմ զգում գիշերները, մի գիշեր չես քնել, աշխարհը շուրեկով։ Չունեմ էլ բան ասելու։ Բարև ձեզ։ Բարև, ինչ լավ է որ եկար, մեզ մենակ չթողեցիր, շնորհակալություն։ Երեկ չէի կարող գալ, որովհետև աղջիկս հիվանդ էր։ Հա, իսկ մենք ամենասկզբից չենք խոսացել դրա մասին, դու չասեցիր, որ փոքր երեխա չկա տանը։ Для этого спрашивали, чтобы ты вовремя приходила на работу. Ես այսօր տանն եմ։ Աչքս լույս։
Լավ վայ։ Ասեցի մի ելք կգտնենք։ Մենակ դու քեզ մամայիդ մոտ նորմալ պահի։ Հանկարծ չմտածի, որ ինչ ասեմ։ Սաննան երևի այսօրը չի գալու, հա։ Չեմ հասկանում ինչա կատարվում։ Լսի, գիտես, այդ Վարդանը էլ չի զանգում։ Ուղեղից մեջ չի տեղավորվում։ Անընդհատ Աննայի մասին էր խոսում։ Իսկ կարծում էի, որ եթե չգտնի, անպայման էլի ինձ ա զանգելու։ Չեմ հասկանում, թե ինչա կատարվում։ Լսի, չհոգնեցիր։ Ամեն օր նույն թեման, հերիքա։ Կամաց։ Կներես, սենց ավելի ճիշտ կլինի։ Ինչ ես անում։ Ինչ։ Հիմա շուտ արա, սենյակս մաքրի, ընկերուհիս ա գալու, արագացրու։ Բայց տիկին Սեդային թեյ տանեմ, հետո կմաքրեմ։ Ճանապարհին ա արդեն ինքը։ Հա, բայց թեյ տանելը 2 րոպե է։ Իսկ բամբասելը արագացրու։ Ինչ է, ինչ, ոչինչ։ Անպայման չի, որ դու նստես ու խոսաս այնտեղ երկար բարակ։ Я тебя не сидел нанимала։ Ու ես քեզ փող չեմ վճարում նրա համար, որ դու զրուցես նստես։ Հասկացա՞ր, արագացրու շուտ տար թեյը ու հավաքի իմ սենյակը։ Շատ։ Ամեն ինչ ասեմ նորից։ Արագացրու։ Ես վատ եմ աշխատում։ Կարող եմ չգալ այլևս։ Բարև, ոնց ես։ Լավ, դու ոնց ես։ Բարև։ Լավ եմ։ Բարև։ Երեք եկա ձեր հայատ, ասացին, որ հիվանդ ես։ Ինչի՞ եկեք մեր հայատ։ Չգիտեմ։ Բարև։ Բարև ձեզ։ Տիգրանը լավ է։ Արդեն լավ է, հեսա կգա։ Լավ եք իրար հետ։ Խոսացիք նորմալ։ Խոսացինք, ամեն ինչ մոռացանք, նորմալ ամեն ինչ մտածի։ Դե լավ է, շատ ուրախ եմ։ Ես չէի ուզենա, որ դուք կռվեիք։ Ամեն դեպքում երկուսդ էլ շատ լավն եք, երկուսդ էլ շատ եմ սիրում։ Ճիշտ եմ ասում։ Հենա, Տիկոն գալիս է։ Բարև ձեզ։ Բարև, ոնց ես։ Արդեն լավ։ Դե լավ, երկուսդ էլ ստեղ եք, հիմա երկուսիդ էլ կասեմ։ Ես ձեզ երկուսիդ էլ շատ եմ սիրում, ու սրանից հետո էլ ոչ մի անգամ չտեսնեմ, որ դուք կռվեք, եղավ։ Դե լավ, գնանք, ուշանում ենք դասից, եկեք։